Ինչու է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոտք ու ձեռք ընկած այստեղ այնտեղ նկարահանվում, մեկ գնում է ամուլսար, մեկ էլ մարզերով խաղողի մթերմանն է մասնակցում։ Ողջույն սիրելի բարեկամներ, ինձ իսկապես շատ հետաքրքիր է, թե էկոնոմիկայի նախարարը ինչու է այդպես տվայտված ներկայացնում, որ շինարարություն են կանում, հա, իդեպ Երևանում ցույց է տալիս ամենամեծ շինարարությունն է, անդադ մենք խոսում ենք, որ Երևանը մի մեծ շինհրապարակ են սարքել, բայց ռեսուրսները չեն հերիքում, ոչ ջրի, ոչ էլեկտրոէներգիայի, շատ նոր շենքերում գազ չեն անցկացնում, էլ չեմ ասում կոյեղա ջրերի հեռացման հնարավորության մասին, որովհետև մենք ընդամենը մեկ աերացիա ունենք, այն էլ մեխանիկական մաքրում է անում։ Սա շատ մեծ խնդիր է եւ Երևանը ոչ թե պետք է կառուցապատել, այլ բեռնաթափել։ Իդեպ նույն էկոնոմիկայի նախարարը գնում է ամուլսար եւ ամպագորգոր թվեր է ասում, որոնց մեջ նաեւ 1000 աշխատատեղի մասին է խոսում, ասում է եւ կողքի գյուղերի ջերմուկի նկատի ունի եւ ընդհանրապես Հայաստանով մեկ շատերը իրենց ընտանիքները եւ 1000 ընտանիքներ կունենան նորմալ աշխատավարձ։ 840 միլիոն դոլար շրջանառություն, տարեկան ավելի քան 145 միլիոն դոլարի միայն հարկ պետական բյուջետ, ավելի քան 1000 աշխատատեղ եւ իհարկե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսինքն մեր ժողովուրդը ունի 12.5% մասնաբաժին այս պրոյեկտում։ Այս ամենը ամուլսարի հանքում է, հանք, որտեղ արդեն արդյունահանման process-ը սկսված է, շուտով նաև կսկսի վերամշակման process-ը։ Խոսեց մի շարք տնտեսական առավելությունների մասին եւ այլն եւ այլն։ Եվ դրանից հետո անմիջապես մի քանի մարզերում, մի քանի մթերողների մոտ, հատկապես Վեդի ալկոյում, հետո գնաց Իջևանի գինոկոնյակի գործարանում, ասեց, որ հա, տեսեք, տնտեսվարողները ոնց են մթերում, շատ հետաքրքիր էր այդպիսի ուրեմն այցերը ինչու համար էր հենց ինքը անում եւ տպավորություն է, գիտեք, այս կառավարության հետ կապված, որ մեկ վարչապետ է, թեկուզ վարչապետը ասում էր 3 միլիոն 200 վարչապետներ կան, մեկ նախարար է, այսինքն եթե ինչ-որ գերատեսչություն է, ապա միայն մեկ մարդ է աշխատում եւ այդ գլխավոր մարդը հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից պետք է լինի, այդպես արվեց բոլոր մարզերում եւ մարզպետների համայնքի ղեկավարների դեպքում եւ միայն նրանք են խոսում, այսինքն փոխնախարարների մակարդակով կամ ինչ որ բաժինների աշխատակիցների, մասնագետների մենք չենք տեսնում ակտիվ լուսաբանում։ Մամլո հաղորդագրություններ չկան, միայն այդ սոցիալական ցանցերում, Facebook-յան էջերում, մեկ TikTok են թռնում, մեկ Instagram են վազում, այդ առաջվա X կամ կոչվում է եւ տարբեր նմանատիպ սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց, որ ահա մենք աշխատեցինք եւ Գևորգ Պապոյանը այս վերջին շրջանում հենց դա է անում։ Լավ, եւ իրականում հերթեր են գոյանում, իրականում խաղողի հատկապես եթե մթերումն են, հա, ինքը Գևորգ Պապոյանը անընդհատ գովազդում է, թե շատ լավ մթերում են, գյուղացին խնդիր չկա, նույնիսկ իր տեսանյութերում, որ նայում եք, խորանում եք, ցույց է տալի, տեսեք, ասում են ճանապարհաշինություն են կարել, բայց ասֆալտ չկա, պատկերացնեք ինքը նկարվում է այն միտեղ, որտեղ կիսատ պռատ, կարկատած, քանդած փողոցներ են, բայց ամենա զավեշտալին այն է, որ այդ գյուղատնտեսական մեխանիկան, այսինքն տրակտորները, բեռնատարերը նախնադարյան են, սովետական շրջանից մնացած, գրեթե իր նույն տեսանյութերի, Գևորգ Պապոյանի տեսանյութերի, այդպես որ
անպագորգոր խոսում է, երևում է PR-շիկ չունեն, այսինքն մասնագետ չունեն, որ իր իմիջի վրա կաշխատի, այսպես հռկոպալի կամ ոչ մասնագիտական ձևով են վերաբերվում, բայց դա կարևոր չի։ Նրանց համար կարևորը SMM-շիկ լինի, դա նոր բառ է, երբ որ սոցիալական ցանցերում, ընդհանրապես համացանցերում, ինչ որ մի հրապարակում է լինում, տեսանյութ, գրառում, պաշտոնյաների կողմից եւ գումար են տալիս $10, $15 կարողանում են այդ իրենց տեսանյութը բազմահազարանոց լսարանով ապահովել, այսինքն գովազդի տեսքով դուք տեսնում եք, ասում եք, լավ, ես բաժանորդագրված չեմ այդ Գևորգ Պապոյանի վրա, ինչու է գալի հրանյութերը։ Այսպես մակերեսային մոտեցումներով իրականում գյուղատնտեսության մայրիկն ու հայրիկը լացացրած կառավարությունը, հիշեցնեմ, 2018 թվականին գյուղատնտեսության նախարարությունը հենց այս կառավարությունը փակեց, իսկ Հայաստանը իր տարբեր կլիմայական գոտիներով, աշխարհագրական դիրքով շատ հարուստ գյուղատնտեսական պոտենցիալ ունի։ Հիմա եթե արդյունաբերության մասին մենք խոսենք, ապա եթե հանք արդյունաբերության վրա են գնում եւ ցուցադրում են, ահա ամուրսարը բացեցինք, Պապոյան Գևորգ, եթե շատ լավ աշխատատեղեր եք ուզում, նախ ձեր կառավարությունը երբ եկավ, հիմնականում նաեւ ցուցարարների մեջ գերակտիվ էին էկոլոգիական ակտիվիստները, բնապահպան ակտիվիստները եւ դրանցից ամենավառ դեմքերից էր Լենա Նազարյանը։ Լենա Ռաֆայելի Նազարյան ծնվել է 1983 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ լրագրող։ Լրագրողից դարձել է ակտիվիստ, ապա ընդդիմադիր պատգամավորից իշխանության ներկայացուցիչ, բայց ամեն ինչ հերթով։ Լրագրող ակտիվիստ 22-ամյա Լենա Նազարյանը լրատվական դաշտում դիրքավորվեց որպես բնապահպան լրագրող եւ ակտիվ մասնակցում էր բոլոր բողոքի ակցիաներին՝ Թեղուտ, Ամուլսար, Մաշտոցի պուրակ։ Այս ցույցերի ընթացքում Լենա Նազարյանն առաջին շարքերում էր։ Տարածքը տրվել հանքարդյունաբերության համար եւ ինչպես է պատահել, որ իրենց բերքի ձեռքը կրակնկած գյուղացին հանկարծ համոզվում է, որ 80,000 աշխատավարձը ավելի կարևոր է։ Բնապահպանական հարցերով զբաղվելուց բացի ուներ նաեւ այլ հետաքրքրություն։ Լավ, արի ուրիշ բանից խոսենք, հա։ Հիմա Լենա Նազարյանը բարձր պաշտոն է գրավում եւ շատ այդպիսի ակտիվիստներ, բնապահպան ակտիվիստներ այսօրվա ձեր քաղաքական թիմում են։ Նրանցից ոմանք նաեւ Ամուլսարի շահագործման դեմ էին։ Հատկապես երբ նշանակվեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը իր ժամանակ, իդեպ Ամուլսարը ուղակի ցուցարարներով փակեցին։ Եթե կա նախագծային որոշակի փոփոխություններ, ապա ըստ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության այդ փոփոխությունների դեպքում նոր փորձաքննական գործընթաց պետք է անցվի, սակայն առաջին քայլը մենք ուղղակի դիմել ենք հասկանանք, որտեղ պաշտոնապես կազմակերպությունից չկա որևիցե դիմում կամ որևիցե գրագրություն, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել, ինչ վերաբերվում է նրան, թե այս պահին ինչ է կատարվում, գիտեք, բնապահպանական ընդերքի տեսչական մարմինը արդեն սկսել է ստուգումները եւ այս պահին արդեն այնտեղ ստուգումներ են իրականացնում, ստուգումները մի քանի բաղադրիչով է լինելու եւ բնապահպանական մասով եւ փաստաթղթային առումով նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված։ Եթե մի քիչ համբեր է, կարծում եմ 10 բայց կարծիքով դուք որպես նախարար ինչ եք արտում եւ քաղաքացի Ամուլսարի հանքի Ես ընդհանուր առմամբ ասել եմ, ես կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանը կենսաբազմազանական իր հարստությամբ, իր բնական ռեսուրսներով, բնական կենսաբազմանական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական հիմնական կետերից մեկն է, մասնավորապես Հայաստանի կենսաբազմազանությունը
WWF-ի 200-ի ցանկի անդամ է, Հայաստանը աշխարհում կան 25 կենսաբազմազանական հոտսփոթեր, օրինակ Մադագասկարը բոլորը գիտեն կամ Ամազոնը, եւ երկուսը եվրոպական տարածաշրջանում, մեկը միջերկրական ծով, մյուսը Կովկասում։ Աշխարհի քարտեզի վրա կենսաբազմազանական առումով Հայաստանը կարևորագույն վայր է եւ ես անձամբ կարծում եմ, որ հանքարդյունաբերության նման ծավալները որևիցե ձևով երկարաժամկետ կտրվածքով արդարացված չեն, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նաեւ այն գործունեությունը, որոնք որ արգելված չեն, դա կարելի է, այսինքն կրկին անգամ ուզում եմ շեշտել, որ կա իրավական գործընթացներ, կա բովանդակային գործընթացներ, բովանդակայինը իմ կարծիքը արդեն ասեցի, իրավական գործընթացներն էլ ինչ է եղել միջև հիմա, եւ ինչ վիճակում է գտնվում, բնապահպանական վնդերքի տեսչական մարմինը ստուգումները կիրականացնի, ավելի իրական պատժամիջոցների հարցը սպառնալով, ոչ մեկ սպառնալով չպիտի խոսա, ուղղակի կա իրավական հարցեր ու գործընթացներ, մասնավորապես օրինակ Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջև 96 թվականին ստորագրված ներդրումների խթանման եւ պահպանության հետ կապված համաձայնագիր կա, որտեղ կան որոշակի երաշխիքներ, կարծում եմ դրա մասին է խոսքը գնում, սակայն մեր բոլոր գործողությունները այս պահի դրությամբ ինչ որ իրականացնում ենք, դա օրենսդրական շրջանակներում է իրականացում, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնց հետևանքով կարող է իրավական, տնտեսական, ֆինանսական, ռեպուտացիոն եւ այլ տիպի ռիսկեր առաջանալ Հայաստանի Հանրապետության համար։ Մի քանի տարի ամուլսարը չշահագործվեց, թեկուզ, որ շրջակա միջավայրին վնաս տալու այդ գնահատականը Լիդիանի կողմից արված էր եւ կառավարությունը համաձայնեցրել էր, պետք է շահագործվեր եւ պետք է այդ ոսկին ամուլսարի հանեին կուտակային տարալցման ձևով դա նախատեսում էր, որ ցյան շատ քիչ կօգտագործվի, հիմա լրիվ այլն է։ Էրիկ Գրիգորյանը իդեպ այն ժամանակ փոխեց բնապահպանության նախարարության անունը, դրեց շրջակա միջավայրի նախարարություն, որին ես մեկ-մեկ հեգնանքով ասում եմ կողի կշտի նախարարություն, որ չգիտես յա կա, յա չկա, կա, որովհետև ինչու չփակեցին գյուղատնտեսության նախարարության նման, որովհետև պարզվում է բնապահպանության ոլորտը ամենամեծ փողերն է բերում, միջազգային փողերը, գրանտերը, ոչ միայն սովորական պարտկով փող են տալի, այլ գրանտ նվեր են տալի, կարելի է ասել։ Եվ չէր կարող այս կառավարությունը այդ գրանտերից հրաժարվեր։ Այդ թվում հիշեցնեմ, որ մյուս տարի նաև ՄԱԿ-ի COP17 միջոցառումն է անցկացվելու Հայաստանում, եւ դա էլ է, չէ՞ փող։ Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, սկսում է նախապատրաստվել 2026 թվականի աշնանը Երևանում անցկացվելիք կենսաբազմազանության կողմերի համաժողովին։ Բնապահպանական միջոցառումը պատշաճ հյուրընկալելու համար ունենք 1 տարի ժամանակ, բայց անելիքները շատ են, շեշտում են քննարկումը կազմակերպած COP-ի հարցերում պետությանն աջակցություն խոստացող Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Հայաստանը պետք է դառնա այն երկիրը, որտեղ կենսաբազմազանության պահպանումը դիտվում է ոչ թե որպես մեկ ճյուղային խնդրի լուծում, այլ որպես ազգային անվտանգության, տնտեսական զարգացման եւ սոցիալական կայունության հենասյուն։ Եվ այն ժամանակվա Էրիկ Գրիգորյանը նաեւ մի վատություն էլ արեց, եթե դիտում է, շատ լավ կհիշի, թե մենք իրար անձամբ ինչ հետաքրքիր հարցադրումներ էինք անում, ու ինձ շատ հետաքրքիր է այդ մարդը ինչու գնաց միջազգային հավելյալ փորձագիտություն նշանակելու, չէ՞ որ ամուլսարի պարագայում այդ փորձագիտական խմբի համար բավականին մեծ գումարներ մեր բյուջեից, պետական բյուջեից հատկացվեցին, այսինքն ստացվում է Հայաստանի Հանրապետությունը ունենալով որոշակի պարտավորություններ ներդրողի, տվյալ դեպքում Լիդիան Արմենիա կազմակերպության հետ ծախսի տակ գցեց։ Համ հավելյալ փորձաքննություն նշանակեց, այդ փորձաքննությունը, եթե այսպես կարճ բնորոշենք, նույն բանը հաստատեց, ինչ որ արդեն նախորդիվ շմագով կար։
Իդեպ մեր կենթանաբանության գիտական կենտրոնի գիտնականների հետ էր դա արվել, այսինքն տեղական գիտնականների հետ։ Հիմա միջազգայինը մեր տեղացի գիտնականների կարծիքը հաստատեց։ Այո, ամուր սարում ոչինչ չի աճում, ամուր սար։ Աճում է մեկ կարմիր գրքյան վարդազգի, ուրեմն թուփ եւ մեկ արջ է գնում գալիս, ուրիշ կենթանիներ այնտեղ չեն լինում։ Եվ դրա համար ասում են, որ որտեղ ոսկի կա, որտեղ ուրան կա եւ այլ մետաղներ կան, բուսականություն հիմնականում չկա եւ կենթանական աշխարհը այդքան հարուստ չի։ Լավ, այս մասը գնացինք, այսինքն ի սկզբանե էլ գիտեն, հետո ասում են քննադատում են, ասում Նիկոլ Փաշինյանը եկավ, ասում էին ամուր սարը չի բացվի։ Հիշեցնեմ, ժողովուրդ ջան, դա գուցե ասում էր Լենա Նազարյանը, բայց չէր էլ ասում, նա չէր արտահայտվում, կամ ուրիշներն էին արտահայտվում, էկոակտիվիստները։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասել եւ չի գնացել ամուր սարին դեմ, որ շահագործվի այդ հանքավայրը։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը կողմնակից է եղել, բայց ստացվում է, որ համ ներդրողին գցեցին, համ իդեպ Գնել Սանյոսյանը, որը հիմա կառավարության կողմից նշանակված է ամուր սարին հետևել, հա, կառավարիչ պետական կողմից, պետության կողմից, ինչպես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւս կա կառավարիչ պետության կողմից։ Նա եւս այդ փակելու հետ կապված որոշակի ներկայություն ունի։ Ինչու ներկայություն, ոչ ազդեցություն, որովհետև փոխնախարար էր բնապահպանության նախարարության կամ շրջակա միջավայրի։ Բայց հետո ստացվեց, որ նա նաև սոտքի հետ էլ աշխատում, հետո գնաց ուրիշ պաշտոնների, հիմա էլ այստեղ ամուր սարի հետ կապված։ Ուրեմն հանքարդյունաբերության ոլորտում պարզից պարզ է, որ Գևորգ Պապոյանը ակտիվությունը ցուցաբերում է, որոշ հանքավայրեր իրենք օրինակ 15-20 տարի հետո կարող են այլևս չլինել, հետևաբար նոր որոնումներ պետք է իրականացնել, որպեսզի եթե մեզ համար սա առաջնահերթ ոլորտ է, մենք շարունակենք այստեղ ներդրումները եւ շարունակի դա մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը։ Եվ իդեպ չեն ասում թեղուտի մասին։ Թեղուտն էլ չէ, որ ամենամեծ շահագործվող հանքերից է։ Մենք պարտավորություն ենք դրել, որ ինքը պետք է ներգրավի նոր օպերատոր, որը թեղուտի հանքավայրը աշխատեցնի։ Սա եղել է մեր նախապայմանը։ Եվ հիմա նաև Ռուսաստանահայ մեր հայրենակից գործարար Նորիկ Պետրոսյանը, նրանք ստանձնել են այդ գործը եւ նրանք խոստացել են, հիմա մեկ ամիս են ասում, բայց ես չգիտեմ, դա որոշակի խնդիրների հետ է կապված, որ թեղուտի հանքավայրը վերստի շարունակելու է աշխատել։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է 2018 թվականի նոյեմբերի 27-ին Ալավերդիում, նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Հիշեցնենք, որ թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու հետևանքով գործազուրկ էր մնացել 1200 աշխատող։ Կրկնում ենք, 1200 աշխատող։ Մի կողմ թողնենք, որ այս հայտարարությունն ընտրակաշառքի խոստման էր նման, իսկ քանի որ գործազուրկների թիվը չի նվազում, ավելին ավելանում է, ուրեմն պետք էր խոստումները հնարավորինս շատ տալ։ Դա էլ եղավ։ Պարոն Պետրոսյանը խոստացել է, որ հնարավորինս արագ հանքավայրը կսկսի աշխատել, ընդ որում ոչ միայն նախկինում եղած աշխատատեղերի թվով, այլև շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով։ Չեն ասում, որ Ալավերդու պղնձաձուլարանն են փակել։ Խոստումների տարափը հասավ Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներին, որոնք գործազուրկ էին դարձել նույն Փաշինյանի կառավարման ժամանակ։ Եվ այստեղ եւս Ռուսաստանը բնակ պարոն Պետրոսյանը, որին ոչ տեսել ենք, ոչ լսել, դարձյալ եկավ օգնության։ Մի պայման ենք դրել եւ խնդրանք ենք առաջադրել Ռուսաստանը այլ մեր հայրենակցի պարոն Պետրոսյանին, խնդրել ենք, որպեսզի թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ եթե հանկարծ նույնիսկ պղնձաձուլարանի հետ կապված պատմությունը երկարի, պղնձաձուլարանի բոլոր աշխատողները աշխատանքի վերցվեն թեղուտում եւ ոչ մի մարդ աշխատանքի չզրկվի։ Այ հիմա նոր արժե ծափահարել։
Չէ որ 630 աշխատող, իսկ դա նշանակում է մոտավորապես այդքան ընտանիք, նաև նրանց սպասարկող խանութներն ու ձեռնարկությունները սկսելու են շնչել, գումարած Թեղուտի 1200 աշխատողները։ Ոչ Թեղուտի վերագործարկման մասին խոսք կա, ոչ էլ Ալավերդու պղնձաձուլարանի։ Չեն ասում ուրիշ շատ ավելի մեծ պրոյեկտների եւ հանքերի շահագործումների մասին, չեն ասում ձուլարանների, չեն ասում մաքուր երկաթում խնդիրների, ուղղակի մաքուր երկաթի տիրոջն է նստե, ում չեն կարողանում թափ տալ, ում չեն կարողանում ունեզրկել, ներդրողին ուրեմն ստիպել, որպիսի փայ մտնեն եւ դա անվանում են պետության գումար, բայց իրականում պետությունը չի կարողանում իր այդ ներկայացուցիչներով այ գնել Սանովսյանով, այնտեղ Նարեկ կա Սյունիքում, դրա մասին խոսել ենք, ուղղակի շատ չծավալվեմ, այսպես ասած կոպիտ ասած փայ մտնել եւ նաեւ ասացի որ Աննա Հակոբյանի անվան հետ է ամեն ինչը կապվում եւ ցավոք սրտի դուք կարող եք չհավատալ, բայց ես նաեւ ցույց եմ տվել որ ինչպիսի նոր ՍՊԸ-ներ են գոյացել, ումից որ բիզնեսից են ինչ վերցրել, այսինքն ոչ թե պետության համար, այլ առաջին դեմքերի Նիկոլ Փաշինյանի կուզեք թե չուզեք կնոջ հիմա օֆիցիալը ոչ օֆիցիալը դա լրիվ ուրիշ հարց է կնոջ կուրացիայի տակ է հիմնական բիզնեսը իսկ Գևորգ Պապոյանը ինչ է ցույց տալի ուղղակի ցույց է տալիս մինչև ընտրություններ որ որոշակի իբր տնտեսության մեջ շարժ կա եւ դա բացառություն չի խաղողագործության եւ խաղողի մթերման հետ կապված։ Այ ինչու օրինակ լոլիկի հետ կապված այնտեղ ինչ որ օրենքներ էին ընդունել, որ Պարսկաստանից լոլիկը կամ լոլիկի մածուկը քիչ են բերելու կամ այնպիսի մթնոլորտ է ստեղծվելու, որ տեղական լոլիկի մածուկի արտադրողը շահեկան դուրս գա Պարսկաստանից էժանը չբերեն Ինչի դրա մասին չեն ասում, չնայած երևի այս տեսանյութից հետո Գևորգ Պապոյանը կամ այլ պաշտոնյաներ դրա մասին էլ կխոսեն։ Այնուամենայնիվ, ինչու կաթի մթերքի, կատնամթերքի, կաթի մթերման հետ կապված Գևորգ Պապոյանը այդպիսի ակցիաներ չի անում։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք կաթի ոլորտում, որովհետև մենք պանիրակեր ազգ ենք, բայց հիմա չգիտես ինչ ենք ուտում։ Ասեմ ձեզ, որ խանութների պաների գերակշռող մարսը կաթի մթերքից չի։ Իհարկե հիմա ստիպել են, հիմա եթե դուք կատնաշոր, մածուն, ինչ որ կատնամթերք եք տեսնում, հիմա ստիպելուց հետո այդքան գրելուց, լուսաբանելուց հետո գրում են, որ դա կաթ չի, այլ կատնային ինչ որ մթերք, այսինքն նմանակած է կաթին, բայց կաթից չի, կարող է լինել սոյայից, կարող է արմավի յուղ օգտագործված լինել եւ այդ նույն process-ը կա հենց անրի մեջ։ Ես կոնկրետ, եթե գյուղացիներից չեմ առնում, իսկ գյուղացիները հիմա շատերը դարձել են քաղաքացի եւ կով չեն պահում, ասել եմ, ինչի համար հիմնականում սպանդանոցային պարտադիր լինելու այդ մսեղիքը, որ պետքա լինի սպանդանոցային ծագմամբ եւ սպանդանոցների տերերը անհատներին ինչ որ խոչընդոտներ ստեղծեցին, այդ խնդիրը չլուծելով մարդիկ ուղակի քչացրեցին իրանց հատկապես խոշոր եղջերավորներին, այսինքն էլ կով չեն պահում, կամ պահում են 1-2 կամ ընդհանրապես թարգել են, չկա խնդիրը, այսինքն ամենակարևոր մարդու օրգանիզմի համար պահանջը այդ կալցին, որը կաթի, կատնամթերքի մեջ է, մենք չենք ստանում, էլ չեմ ասում, որ մսի օգտագործման, այսինքն ոչ թե միայն կաթի մթերման խնդիր կա, կաթի արտադրման հետ խնդիր կա, մսի հետ խնդիր կա, թռչնամսի եւ ոչխարի մսի հետ կա, ամենտեղ միայն երևի խոզի միսն է, որ ավելի մատչելի է եւ մարդիկ ավելի շատ խոզի միսն են հիմա օգտագործում, եթե մենք խոսենք, թե էկոնոմիկայի նախարարը ինչով է զբաղվում, ապա ուղղակի կարճ կոնկրետ, պոպուլիզմով, իրական խնդիրները մարզերում չի լուծվում, եւ իրական խնդիրները այդ ասում են ասֆալտ են կարել, ճանապարհ ենք սարքել, որ խորանում եք, իրենք որտեղ որ գնում են այդ գյուղատնտեսությունը,
պարտադիր չի դեպ ասֆալտ լինի, որովհետև գյուղում կարա լինի գրունտային ճանապարհ, բայց անցանելի լինի։ Այդքան դուք ասում եք տեխնիկային կարե, բա որ խաղողի մթերման տեսանյութեր եք նկարում, ուր է այդ տեխնիկան։ Հա, ես գիտեմ ծանոթներ, որոնք օրինակ ունեն, ենթադրենք խնձորի կամ այլ մրգերի մրգային այգիներ, սրսկելու համար նախատեսված գյուղտեխնիկա նոր վերցնում են տարբեր վարկային ուրեմն միջոցներով, այսինքն պարտքի տակ են ընկնում, հա, բայց ընդհանուր առմամբ այդ տեխնիկայի խնդիրը կա, ամեն մեկը չի որ կարողանում վճարել, որ ով գյուղում ունի իր տրակտորը, այդ բենզինի հարցը լուծի կամ ինչը, եւ դրա համար գյուղատնտեսությունը ընդհանրապես ինչ փակել են գյուղատնտեսության նախարարությունը անկում է ապրում։ Հենց դրա համար Գևորգ Պապոյանը պետքա խոսի, ինչի են օրինակ ամենամեծ մեր շուկան Ռուսաստանը, որտեղ ուզում եք տրակվեք, ուզում եք պայթեք, այ Վահագն Խաչատրյանը, մենք այդպիսի նախագահ ունենք, գիտեք, հիշում եք, կամ գուցե տեղյակ չեք, ասեմ, նա ամեն օր գնում է եւ իր պոպուլիստական, այս կառավարության պոպուլիստական ոճով ասում է, մենք արաբական էմիրությունների հետ ենք աշխատելու, առևտրային հարաբերությունները իրենց հետ ենք անելու եւ այդպես բլա 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 բլա, բայց իրականում Ռուսաստանն է հիմնականում մթերում մեր ապրանքը եւ ապրանքաշրջանառության հետ կապված վերջին հանդիպումը ԱՊՀ երկրների այդ նիստի երևի տեսած եք կլինեք կամ իմ ուղիղ եթերներում ես ասել եմ Պուտինի եւ Փաշինյանի փոքրիկ լեզվա, այսպեսի ասած, վեճը, որ Պուտինը ապրանքաշրջանառության մի թիվ է ասում, Նիկոլ Փաշինյանը մի թիվ է ասում, հետո Գևորգ Պապոյանը վիճակագրական տվյալներ է տալիս, ասում է, այ ինչ Նիկոլ Փաշինյանը ասել է Դուշանբեում, դա է ճիշտ, իբր Պուտինը սխալ է, այնուամենայնիվ դուք չեք տիրապետում իրականությանը, նույնիսկ այդ վիճակագրության տվյալները կարող են ուղղակի նկարած լինել, որովհետև իրապես դուք չեք ներկայացնում, թե այստեղ դրսից ինչքան է, այսինքն վերլուծական, հեշտ, մատուցված, պուլյար լեզվով, մարդկային, սովորական, ուրեմն լեզվով դուք չեք ներկայացնում մարդկանց, ինչ վիճակ է, ինձ պետք չի նախարարը խոսե, ինչ պետք է օրինակ խոսեր ագրոնոմ, այսինքն գյուղատնտեսության ամենաբարձր մասնագետը, որը անասնապահությունից է հասկանում, հողագործությունից, ամեն ինչից է հասկանում, այսինքն որտեղից պետք է լինի, եթե ոչ գյուղատնտեսության նախարարություն, այսինքն գյուղատնտեսության հեռանկարային ծրագրեր մշակող եւ ամեն ինչը այդ ոլորտը կառավարողը չկա, մենք չունենք բուհում, իհարկե մենք ունենք ագրո համալսարան, բայց այդ համալսարանն էլ պոպուլյար չի, նախ ամենակիչ ուրեմն ուսանողությունը ունի, ինչքան էլ ասում են անվճար կարող եք սովորել, բայց եթե հետևողականություն չկա, եւ պետությունը դրա մասին չի մտածում, ել չեմ ասում մասնավորին չեն սատարում հիմա ընտրություններից առաջ, հա վազվզելու են, այ Գևորգ Պապոյանը, հա վազվզելու է, էսա ցուցադրելու, այնա ցուցադրելու, բայց դա մակերեսային է, դա խորքային լուծումներ չի տալիս, որ ճիշտն ասեմ, ուզում էի այսօրվա տեսանյութ ասեի, մենք իսկապես գյուղատնտեսության ոլորտում, ոչ միայն գյուղատնտեսության, այլ էկոնոմիկայի ոլորտում ահավոր անկում ունենք, արհավիրք է դա, որովհետև նայեք 22 թվականին ռուսները եկան կամ Ռուսաստանի քաղաքացիները պատերազմից հետո եւ ՏՏ ոլորտը բերեցին, հիմա Digitech 2025 թիվ ենք անցկացնում, ինչ որ արհեստական բանականության հետ կապված, գալիս են արտասահմանյան մասնագետներ եւ այլն, բայց դա ինչ է մեր էկոնոմիկային տալի, ոչինչ, ուղակի ցուցադրական, որ այս միջոցառումն են կարել, այն միջոցառումն են կարել եւ այդ միջոցառումները կազմակերպելու համար նորից դրսից ուղակի փող, իսկ ընդհանուր առմամբ արդեն մեր պետությանը թող ֆինանսների նախարարը մի հատ բարձաբանի,
արդեն ոչ վարկ են տալի, ոչ եվրո բոնդերն են դեր խաղում, այնքան պարտքերի մեջ են գցել այս պետությունը, ոչ էլ ներդրողներ կան, որովհետև տեսակ Լիդիանի դեպքում ինչ որ 170 միլիոնից ավել պետությունից գումար են տվել, սուբսիդիա են տվել, որ աշխատացնեն ամուլսարը, պետությունն է տվել, Լիդիանը չի տվել, Լիդիանն է ոսկին հանելու, Լիդիանն է հետո շահագործելու, բայց որպիսի այս ամեն ինչը արագացնեն, հենց դրա համար ուղղակի արագացված տեմպերով Գևորգ Պապոյանը եւ Նիկոլ Փաշինյանի ԿՊԱ-կան ուսապարկեր նախարարներ, պաշտոնյաները պարզապես ընտրություններին ընթառաջ, ասում եմ, լապշա են մեր ականջներին փռում, իսկ թշվառությունը հատկապես մարզերում չի վերացել, մարզերում շարունակվում է գյուղաթափումը, շարունակվում է, որովհետև նույն Գևորգ Պապոյանների նման գոնե բեռնաթափեն Երևանը, գնում են ասում են Երևանում ամենամեծ բնակարան շինությունն է լինում, դուք պետք է համաչեք, որ դա է լինում, որ մարզերը չեն զարգանում, որ գյուղը չեք զարգացնում, որ այդպես էլ մթերման հարցը չլուծեցիք, որ այնքան չեք լուծել, որ հերթեր անընդհատ այդ ցույցեր, ճանապարհ փակել գյուղատնտեսի կողմից, անընդհատ ասել, որ ինչու է Ռուսաստանը փակել ճանապարհը, ինչու են մեր ծաղիկներում միջատներ գտնում, հիվանդություններ կամ պեստիցիդներ, հասկանում եք, այն աստիճանի, որ նույն ձեր ԿՊԱ-կան падգամավորներին բողոքում են կամ ընդդիմադիր падգամավորներ, երբ որ ազգային ժողովի նիստերն ենք լսում, անդադ խոսում են նրա համար, որ հողը վարակել եք, այդ անուղեղ ոչ մասնագիտական գյուղատնտեսական ոլորտի գործունեությունը բերել են նրան, որ բերի հողը քչացել է, հողը հիվանդացրել եք, թույնել եք պեստիցիդներով։ Այսքանը հուսամ գոնե նմանատիպ տեսանյութերը սկսթափեցնեն ինչ որ ոլորտի մարդկանց, որովհետև այս կառավարությանը ես կոնկրետ 2018 թվականից գիտեի ինչի համար են եկել, ստեսություն, կհանդիպենք։